FBI նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին առաջադրվել են քրեական մեղադրանքներ կեղծ ցուցմունք տալու եւ քրեական գործընթացը խոչընդոտելու համար։ Վաշինգտոնում կրկին օրակարգում է կառավարության հնարավոր փակումը, երկիրը կանգնած է շաթդաունի վտանգի առաջ։ Նախագահ Թրամփը Թայլինոլի օգտագործումը կապեց աուտիզմի հետ, բժշկական համայնքը միախմբվել է եւ հերքում է պնդումը։ Դալասում մայիս դաշնային գրասենյակի հարձակման մանրամասները դատախազի պարզաբանմամբ։ Պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ անսպասելի հանդիպման է հրավիրել հարյուրավոր գեներալների եւ ծովակալների։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, US Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Սկսենք վերջին ժամերի ամենակննարկվող եւ աղմկահարույց լուրից։ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Փեն Բոնդին հայտարարել է, որ նախկին FBI տնօրեն Ջեյմս Քոմիին առաջադրվել են քրեական մեղադրանքներ կապված 2020 թվականի սենատի լսումների ընթացքում նրա ցուցմունքների հետ։ Ոչ ոք օրենքից վեր չի կարող լինել, ընդգծել է Բոնդին։ Քոմիին մեղադրում են կոնգրեսին կեղծ ցուցմունք տալու եւ քրեական գործընթացը խոչընդոտելու մեջ։ Նա անմեղ է հայտարարել իրեն եւ պատասխանել. «Եկեք դատավարություն ունենանք»։ Իմ ընտանիքը եւ ես տարիներ շարունակ գիտեինք, որ Դոնալդ Թրամփին հակադրվելու գինը բարձր է լինելու, ասել է Քոմին տեսաուղերձում։ Քոմին ղեկավարել է FBI 2013-ից 17 թվականներին, սակայն հեռացվել է Թրամփի կողմից ռուսական միջամտության հետաքննության ընթացքում։ Նախկին տնօրենը նաև հիշատակված էր Թրամփի վերջին սոցիալական հրապարակումներից մեկում, որտեղ նախագահը դժգոհել էր, որ իրեն դեռևս պատասխանատվության չեն ենթարկել։ Այսօր Թրամփը լրագրողների հետ զրույցում նրան անվանել է վատ մարդ եւ ուրախությամբ արձագանքել մեղադրանքներին։ Նա այնքան վատն է եղել մեր երկրի համար եւ այժմ միայն սկիզբն է իր հանցագործությունների համար պատասխան տալու, գրել է True Social հարթակում Դոնալդ Թրամփը։ Այս տարվա սկզբին էլ Քոմիի դուստրը Մորեն Քոմին հեռացվել էր դատախազի պաշտոնից եւ այժմ դատանում վիճարկում է այդ որոշումը, այն անվանելով քաղաքական հաշվեհարդար։ Քոմիի դեմ գործի դատավարությունը խոստանում է դառնալ բարձր քաղաքական լարվածություն առաջացնող իրադարձություն, քանի որ այն վերաբերում է նախկինում ամենաաղմկոտ քննություններից մեկին՝ ռուսական միջամտության շուրջ սկսված հետաքննությանը։ Ամերիկայում կրկին օրակարգում է հայտնվել կառավարության հնարավոր մասնակի փակման հարցը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտ բանակցությունների մեջ է սենատի դեմոկրատների հետ պետական ֆինանսավորման շուրջ։ Եթե կողմերը չհասնեն համաձայնության, արդեն առաջիկա օրերին երկիրը կարող է կանգնել իր 1981 թվականից ի վեր 15-րդ շաթդաունի առաջ։ Թրամփը նշել է, որ դեմոկրատները ցանկանում են բարձրացնել հարկերը եւ ֆինանսավորել ապօրինի ներգաղթյալներին, մինչդեռ հանրապետականները պնդում են հարկատուների ուսերին արդեն ծանր բեռ կա։ Միևնույն ժամանակ ներգաղթի եւ հանցավորության դեմ պայքարը մնում է վարչակազմի առաջնահերթությունից։ Թրամփն այսօր շեշտել է, որ սահմանները փակ են եւ այս գործակալները կատարում են հերոսական աշխատանք, արտաքսելով վտանգավոր հանցագործներին։ Նրա խոսքով մայրաքաղաք Վաշինգտոնը վերջին շաբաթներին զգալիորեն անվտանգ է դարձել եւ նույնը պետք է տարածվի նաև Չիկագոյի, Մեմֆիսի եւ այլ քաղաքների վրա։ Թրամփը նաև անդրադարձել է սպորտային աշխարհի կարևոր իրադարձությանը՝ FIFA-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Նախագահը զգուշացրել է, որ եթե որոշ ամերիկյան քաղաքներ, որոնք պատրաստվում են հյուրընկալել մունդիալի խաղերը, չապահովեն բավարար անվտանգություն, խաղերը կարող են տեղափոխվել այլ քաղաքներ։ Մենք չենք վտանգի երկրպագուներին եւ թիմերի անդամներին, ընդգծել է նա։ Վերջին կարևոր քայլը այսօրվա վերաբերում է մահապատժին։ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որով Վաշինգտոնում հանցագործությունների համար վերականգնվում է մահապատիժը։ Նախագահի խոսքով, երբ սպանում են ոստիկանի կամ անմեղ քաղաքացու, պատժի ամենախիստ ձևը պետք է կիրառվի։ Այս որոշումը ըստ Թրամփի կդառնա զսպող միջոց եւ ցույց կտա, որ մայրաքաղաքում հանցագործության հանդեպ զերո հանդուրժողականություն կա։ Եկեք հասկանանք ինչի կհանգեցնի կառավարության մասնակի փակումը։ Վաշինգտոնում սա առաջին բյուջետային ճգնաժամը չէ, այս անգամ սակայն վերջին րոպեի համաձայնության հավանականությունը չափազանց քիչ է։ Հանրապետականները ներկայացրել են կարճաժամկետ ֆինանսավորման նախագիծ մինչև նոյեմբերի 21-ը։ Դեմոկրատները մերժել են այն, պահանջելով վերացնել Թրամփի վարչակազմի կողմից ամռանը ընդունված Medicaid-ի կրճատումները եւ երկարաձգել առողջապահական հարկային արտոնությունները, որոնք միլիոնավոր ամերիկացիների համար ապահովում են մատչելի ապահովագրություն։ Հանրապետականները դա անվանում են կարմիր գիծ։ Ինչ է տեղի ունենում փակման ժամանակ։
Ֆինանսավորման դադարեցման դեպքում օրենքը պահանջում է, որ գործակալությունները դադարեցնեն իրենց ոչ արտակարգ գործունեությունը եւ արձակուրդ ուղարկեն հազարավոր պետական աշխատողների։ Արտակարգ համարվող աշխատողները, FBI գործակալները, օդային երթևեկության վերահսկիչները, զինված ուժերի ծառայողները շարունակում են աշխատել, բայց առանց վճարումների մինչև փակման ավարտը։ 2019-ի ռեկորդային 35-օրյա փակման ժամանակ մոտ 340,000 աշխատող արձակուրդում էր, մնացածը ստիպված աշխատում էին անվճար։ Մի շարք ծառայություններ չեն դադարում, սոցիալական ապահովության վճարները կշարունակվեն, մեդիքերի եւ վետերանների բուժօգնությունները չեն դադարի, փոստային ծառայությունը չի ֆինանսավորում հարկերով եւ կաշխատի սովորական ռեժիմով։ Փակման ընթացքում աշխատողները եւ զինծառայողները կկորցնեն իրենց հերթական վճարումները, բայց օրենքով երաշխավորված է, որ փակման ավարտից հետո բոլորը հետին թվով կվճարվեն։ Այնուամենայնիվ, սա հազարավոր ընտանիքների համար նշանակում է ֆինանսական լուրջ դժվարություններ։ Կփակվեն Սմիթսոնյան թանգարանները եւ ազգային կենդանաբանական այգիները, FDA-ի սննդի անվտանգության ծրագրերը, բացի անհապաղ վտանգներից, կրթության նախարարության աջակցությունը դպրոցների եւ համալսարաններին, եթե այն տևի ավելի քան մեկ շաբաթ եւ կկասեցվի օդային երթևեկության վերահսկիչների նոր աշխատողների ընդունելությունը եւ վերապատրաստումները։ Ազգային այգիներում, ինչպես նախորդ շատդաունների ժամանակ, բացօթյա տարածքները տեսականորեն մուտքի համար հասանելի կլինեն, սակայն աշխատակազմի բացակայությունը կբերի խիստ սահմանափակումների։ Սպիտակյան կառավարման եւ բյուջետային հանձնաժողովի գրասենյակը զգուշացրել է, որ հնարավոր են զանգվածային պաշտոնների կրճատումներ, դա կնշանակի ոչ միայն աշխատողների ժամանակավոր ազատում, այլև աշխատատեղերի վերացում, խորացնելով արդեն իսկ մեծ կրճատումներից տուժած պետական համակարգի ճգնաժամը։ Բայդենի վարչակազմի ժամանակ մշակված որոշ շատդաուն պլաններ ցույց են տալիս, թե ինչպես են գործակալությունները փորձում նվազեցնել հետևանքները, սակայն ներկայիս վարչակազմը կարող է գնալ ավելի կոշտ քայլերի, ի տարբերություն նախորդի։ Թողարկման այս հատվածում ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հավատարիմ լսարանին եւ բոլոր աջակից գործընկերներին։ Շնորհակալ ենք նաեւ մեր այն հայրենակիցներին, ովքեր միացել են մեր ալիքին membership բաժանորդագրությամբ։ Սա ամենաուղիղ աջակցությունն է։ Ձեր փոքրիկ ներդրումը սկսած ընդամենը ամսական $3.99 մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն զարգանալ, այլև ստեղծել նոր եւ ընդարձակ տաղավար, համալրել այն ավելի հագեցած սարքավորումներով եւ ձեզ մատուցել առավել որակյալ ու բազմազան հաղորդումներ։ Անկախ ֆինանսական մասից, ձեր վստահությունն ու աջակցությունը մեզ համար անփոխարինելի են, կանխավ շնորհակալ եմ։ Շարունակենք լուրերը, հաջորդը դերևս կարելի ասել նույն թեմայի շարունակության մասնիկ է կազմում մի քանի օր անց այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը Թայլինոլի կիրառումը հղիների շրջանում կապեց աուտիզմի հետ, բժշկական համայնքը հակադարձեց, նշելով, որ այդ պնդումը գիտական ապացույցներով չի հաստատվում։ Վիկտոր Ալկվիստը աշխարհի խոշորագույն ուսումնասիրության հեղինակն է Թայլինոլի, այսինքն գենետիկ անվանումներով ասենք, ացետամինոֆենի եւ պարացետամոլի աուտիզմի միջև կապի վերաբերյալ։ Թրամփի վարչակազմը կարծես սխալ է մեկնաբանել հասանելի տվյալները։ Մենք ապացույց չենք գտնում, որ պարացետամոլի օգտագործումը հղիության ընթացքում կարող է առաջացնել աուտիզմ։ Սա տագնապալի եւ անբավարար հիմքեր ունեցող հայտարարություն է, ասել է Ալկվիստը։ Նա միացել է բժշկական հետազոտական եւ աուտիզմի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների քննադատությանը, որոնց թվում են նաեւ Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան եւ գինեկոլոգների ու մանկաբարձների ամերիկյան քոլեջը։ Այս կառույցները ոչ միայն հերքել են Թրամփի պնդումները, այլև ընդգծել, որ նման խոսքերը անարդարացիորեն մեղադրում են ուղիղ հղիներին։ Ազատ խոսքի այսպիսի օգտագործումը խիստ մտահոգիչ է, սա հիշեցնում է 1960-ականներին տարածված վտանգավոր գաղափարները, երբ մայրերին էին մեղադրում իրենց երեխաների հիվանդությունների համար։ Այսօր էլ նույն մոտեցումն է, մատնացույց են անում ընտանիքներին, ասելով, թե երեխան եթե հիվանդ է, ապա դա մոր մեղքն է, ասել են մասնագետները։ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում առողջապահության քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերի եւ առողջապահության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կրկին զգուշացրել է կանանց Թայլինոլի եւ աուտիզմի միջև կապի մասին, չնայած ապացույցների բացակայությանը։ Նա հայտարարել է, որ իր վարչակազմը դեղորայքի փաթեթներին կավելացնի նախազգուշացումներ, նշելով ռիսկերը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը CDC-ին թարմացրել է իր կայքը, իսկ սննդի ու դեղերի վարչությունը FDA-ը նամակներ է ուղարկել բժշկական հաստատություններին, նշելով հնարավոր ռիսկերի մասին, սակայն հավելելով, որ ոչ մի պատճառահետևանքային կապ դեռևս հաստատված չէ։ Ացետամինոֆենը ներկայումս միակ ցավազրկողն է, որը համարվում է անվտանգ հղիների համար։ Բժիշկներն արդեն խորհուրդ են տալիս հղիներին օգտագործել դեղը նվազագույն չափաբաժիններով, հսկելու բարձր ջերմությունը եւ ցավը։ Քանի որ չբուժված տենդը կամ ցավերը հղիության ընթացքում կարող են ավելացնել ծննդաբերության բարդությունների ռիսկը, ներառյալ պտղի արատները, վաղաժամ ծնունդ, ցածր քաշ եւ նույնիսկ վիժում։
Պաշտոնյաններն այսօր հայտնել են, որ Դալասում գտնվող այս դաշնային գրասենյակի վրա կրակ բացած անձը ամենայն հավանականությամբ գործել է միայնակ։ Քննիչները նրա տանը գտել են ձեռագիր գրառումներ, որոնցում հարձակվողը նշել էր, որ իր նպատակը այսի աշխատակիցների դեմ ահաբեկում կազմակերպելն էր, փորձելով հնարավորինս քիչ վնաս հասցնել պահվող ներգաղթյալներին։ Նշված գրառումները ներառում էին հարձակման պլան եւ հաստատության ներսում թիրախային հատվածների մասին նշումներ։ ԱՄՆ Թեքսասի հյուսիսային շրջանի ժամանակավոր գլխավոր դատախազ Նենսի Լարսոնը լրագրողներին ասել է. նա այսի աշխատակիցներին անվանում էր պարզապես աշխատավարձ ստացող կեղտոտ մարդիկ։ Նա գրել էր, որ մտադիր է առավելագույն մահաբեր ուժ կիրառել այսի անձնակազմի դեմ եւ պատճառել մեծ գույքային վնաս հաստատությանը, իսկ ներգաղթյալների եւ անմեղ մարդկանց համար հնարավորինս նվազեցնել վնասը կամ վնասվածքները։ Իրավապահների տվյալներով հարձակման ժամանակ մեկ ներգաղթյալ է սպանվել, երկուսը ծանր վիրավորվել։ Դաշնային աշխատակիցների շրջանում վիրավորներ չեն եղել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նույն ինքը FBI-ը հրապարակել էր փամփուշտների լուսանկարը, որի վրա գրված էր «Anti-ICE»։ Վաղ առավոտյան FBI-ի տնօրեն Քաշ Պատելը հայտնել է, որ կասկածյալը դեռևս օգոստոսին էր որոնել հավելվածներ, որոնք թույլ էին տալիս հետևել ICE-ի գործակալների տեղաշարժին, ինչպես նաև ներբեռնել էր ներքին անվտանգության նախարարության տեղական հաստատությունների ցանկը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հրաձիգը 29-ամյա Դալասի բնակիչ Ջոշուա Յանն էր։ Նա նախկինում սովորել էր համայնքային քոլեջում եւ գումար վաստակել արևային վահանակների տեղադրմամբ։ Ինչպես արդեն 3 էինք տեղեկացրել, հրաձիգը ինքնասպան էր եղել։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հաջորդ շաբաթ Վիրջինիայի Քվանտիկո բազայում անսպասելի հանդիպման է հրավիրել երկրի ռազմական ողջ վերնախավին, հարյուրավոր գեներալների եւ ծովակալների։ Քաղաքական եւ ռազմական շրջանակներում այս քայլը բնութագրվում է որպես անսովոր եւ աննախադեպ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շոն Պարնելը հաստատել է, որ Հեքսեթը պատրաստվում է դիմել իր բարձրագույն հրամանատարներին, սակայն չի հստակեցրել խորհրդակցության նպատակը։ Ընդհանուր բանակում կա շուրջ 800 գեներալ եւ ծովակալ, որոնցից շատերը ղեկավարում են հազարավոր զինծառայողների տարբեր երկրներում եւ տարբեր ժամային գոտիներում։ Հանդիպումը նշանակված է հաջորդ 3 շաբթի եւ մինչեւ այժմ ոչ մի հստակ օրակարգ չի հայտարարվել։ Իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։